Էսով է գալի։ Ոչ ցավը տարեմ։ Այդ աղաս 20 տարեկան եկար նոր եկար պապուտ տենաս։ Այդ աղաս մի օր չեկար ինձ օգնել, ցավը տարեմ։ Ինչի՞ չես գալիս ինձ օգնելու, հա։ Տնեցի գիտեմ որ ստես։ Հա, պապի ջան։ Այդ աղա բայց սա քոնն է։ Նա չգաս նա տենաս, ինչ ունես, ինչ չունես, արի։ Էսին ապաստակները Վարշավիկ ջան։ Բկանք նոր տենք ուտենք։ Չէ։ Հարևանին նա իմ ելներ, բար չկա, դասատ մորտին։ Էսի թոնիր է։ Մեջը հացված կա։ Չէ, ցավը տանեմ, տատուցդ հետո ստե հաս թխող չի եղել։ Ես այսի գոմերն է։ Բա մեջը խոզմոզ գոնե ունես։ Ցավը տանեմ, տատուտ քելեխի վաղ լրվին կերանք տենց։ Բա Վարշավի ջան, տատըտ շատ մեջ կսկոդեց։ Բա այս ինչ է, պապի։ Էսի բասեինն է։ Բա մեջը ձուկ կա։ Հիմա չկա։ Հայոց երեխեքն են գալի, մեջը լողանում են, բաներ անում, տատըտ է շատ սիրում ստե լված կանեն։ Պապի, բա այն ինչ է։ Էդի զուգարանն է Վարշավի ջան։ Բա մեջը գոնե ծակ կա։ Չէ, մեջը ծակել չկա։ Անես տապորինի շինությունն է, էլի, սիրունությունն է, էլի, սենց թող, մնա, էլի։ Լավ է թեշ դու ասա քանի օրով ես եկի։ Ադե վաղը գնամ տուն արդեն։ Ոնց վաղը գնաս տուն։ Այդ աղա ես եկար, այսքան ճամփեր հիմա պիտի վաղը գնաս տուն։ Ադե ստե անելու բան չկա, պապի։ Ոչ նապաստակ ունես, ոչ բան ունես։ Այ մարդ, լսի քեզ ինչ եմ ասում, է։ Ակո ջան լշանը բեր։ Այս շունը իմ ամենահավատարիմ կենթանին է։ Տատուցդ հետո միակ շարիկ, ամենասիրածս կենթանի, արի ցավը տար, շարիկ, արի։ Արքես շանը։ Շատ խելացի շուն է, իմ միակ հույսն է։ Պապի չի կծում։ Այ մարդ ինչն է կծում, որսորդական շուն է։ Առեսել հրացան է։ 41-ի սրանով են վայևատարել։ Ինչ են ներքևի անտառները որսի։ Կգնաս կգաս, հետանոր իրար հետ կխոսանք։ Հորս տալը որսի, պապի։ Փուչա։ Գնալը տենա ոնց ես վաղը գնալու։ Որսի ամը բերանը տնգավ, քեզ էլ ստեից քշել չի լի։ 10 օր մինիմում։ Պապի։ Իա, Պապի եկա։ եկոր, Հա, ոնց էր, գժանոր ցենտր էր։ քանի հատ խապիր։ Մի հատ։ Պապի կարող է էլի շուն ունենաս։ Ես Պապի, դու չեն նայ հորս անել ես, պապի։ Կարբյուրատերից է։ Ապեր ես քեզ լուրջ եմ ասում, կարբյուրատերից է։ Ապեր մի 50 լիցել է շուտ։ Լավ ապեր։ Ինչ ալ է որ աղբեր։ Նորդ եմ աշտես պչացլեր, արդի մոտ մի 3 կիլոմետր ենքով։ Մի 2 ժամա բզբզում եմ տենամ ինչն ա ոնց ա չեմ ջոգում ինչից ա։ Աղբեր մի հատ խոսացող կյաժդի, եկավ ասում է կարբյուրատերից ա։ Փորձեցի իսկականից կարբյուրատերից էր։ Լավա սև ձյուն չես տեսե, աղբեր ջան։ Ինչի՞։
Արա այս սևը մաշնեկից вообще բան չի ջոգում։ Ինչի համար ես եկել։ Ամուսնուս հոգին եմ ուզում կանչենք։ Հարազատ ամուսինը դա Մահացած։ տենց է գիտեի։ 150 գալը, 300 գնալը, ճամփի ծախսել է, 1500 դրամ, մոտի փողը, 13,000, գումարած են դեսը, ռումա 14,500։ Համաձայն եմ, մի երկու հարց ունեմ։ Հոգիները առանց ձեր կանչելու գալիս են։ Գիտեք ինչ եմ հարցնում, որ մահացավ ամուսինս ուրիշ տղամարդու հետ եմ կապնվել, գիշերները հետ լինում ենք։ Վախենում եմ, որ գա, մեզ տեսնի, որ տեսած լինի շատ խանդոտ է։ Հետո ինքան ինչքան խանդոտ է, այդքան էլ վատ էր անում սեքս։ Իսկ ես մեկը խզարում է, սպանում է։ Էլի որ տենա շատ կչխայնանա, կարող աղկա երկինք։ Երկիր։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ուշադիր եղի։ Փակի աչքերդ։ Տեսնում ես այս քանը։ Ոչ։ Ուրեմն ճիշտ ամեն ինչ։ 3, 2, 1 Բարձրացեք երկնքի դարպասներ, վերցրեք ինձ և տեղը տվեք։ Անունը ո՞նց է։ Վարդան։ Վարդանին։ Բաժանորդի հոգին անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Այդ սրանց կապը ուրիշ անուն ունի։ Ոչ։ Մականուն։ Թզբեղ։ Ասբեղ, սաումար, մատեսանի, բարասան, կոճանի, մակացենգա, 50 ալի բաբա, 50 որդիներ, 50 աղջիկներ, բացվեք երկնքի դարպասներ, վերջի անգամ եմ ձեզ կանչում, երկնքի դարպասներ, բացվեք։ Ալո։ Վարդան, Հա։ առաջի կաբինքամ։ Վարդան։ Հա։ Վարդան ես եմ Վարդի տերն է։ Ոնց ես Վարդան ջան։ Ասենք լավ եմ, ուրիշ։ Վարդան գալիս ես մեր սենյակ, մեր ննջասենյակ այցելելու ինձ թե ոչ, տեսնում ես ինձ թե ոչ։ Շատ պետք է։ Ոնց ես, ինչ ես անում ամբողջ օրը։ Սաղորը հաց եմ ուտում, սեքսով եմ զբաղվում, քնում եմ։ Վարդան, բայց դրախտում մարդիկ սեքսով զբաղվում են։ Ինչ դրախտ, ինչ մարդ։ Ես հիմա Ավստրալիայում նապաստակ եմ։ Դե ովշեմ լսի, ես քեզ ինչ եմ ասում իսկականից։ Անենց մի արա, որ այն մարդը, որը քեզ փող է տալի, ու դու այդ փողով երեխեքիդ կերակրում ես ու քեզ շորերը սառնում, ջղայնանա քո վրա։
Քյասար, եթե մի շաբաթից այդ փողը իմ մոտ չեղավ, անցած անգամվա նման մի հատ մեծ շոչիկ կմիանա ու հետևիցը լիքը ջիպերով տեղեկ կգան, մեկը մյուսից վախնալու։ Եղավ։ Դե լավ էլի մամ ջան, ասում եմ մի ժամ առաջ եմ կերել։ Լավ, հա։ Բարդ։ Բարև ձեզ։ Որտե պրիգլավատ կանեիք հանգիստներս վայել էինք։ Այսինքն հանգստանանք էլի գնանք մի տեղ։ Դուք որտեղ եք ուզում։ Դա ես իմ դու ասա քիր։ Դուք երկիրը ընտրեք, մենք կձևակերպենք փաստաթղթերը։ Ստել եմ եղել։ Քուր ջան, անունդ չէիր ասի։ Ոչ, Բայեռախոսի դամարը ոնց է։ բայց ձեր ինչ գործն է։ Կարող է պանիր ուտեիր։ Չէ, Հետաքրքիր է։ ինչն է հետաքրքիր։ Սենց կռիսես, իսկ պանիր չես սիրում։ Գուրջան, մի հատ ուրիշը տուր, հա։ Ստե սաղ տեղերը եղել էի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ընտրեք։ Լավ էս պետք չի։ Ուրեմն խորոված, չալաղաչ, շատ։ Բադրջանը կխորովեք, պամիդորի հետ կխառնեք, սենց կալակով կդնեք ստեղ ու այդ ամեն ինչից էլի զակուսկի ապան ամեն ինչ կդնեք։ Ինչ լավ ուղի ունեք։ Ֆլագման։ Ուրեմն բոլորին 50-50 գրամ իմ կողմից հյուրասիրում եք։ Երաժիշտներին 100 գրամ, շատ լավ են նվագում։ Մի րոպե, քեզ 200 գրամ լցում ես, Բայց ես գործի ժամանակ իմ կենացը խմում ես մի հատ։ լավ։ Բոլորին, խնդրում եմ արագացրեք, էլի, սկզբից օղին, նոր մնացածը ինձ կբերեք։ Բոլորին հյուրասիրեցի՞ք։ Այո։ Դու խմեցիր։ Իմ կենացը։ Այո։ Գնա, ես բան կանեմ հիմա։ Պատուանը, հա։ Այո, Պինդա։ բավական։ Հիմա, ուրեմն հիմա։ Ես եկեք ասեմ։ Ուր։ Արի ասեմ։ Արի։ Ուրիշ մատուցող չկա։ Ոչ։ Ինձ չալաղաչ շատ։ Քեբաբ, բադրջան, բիբար, խառնացիրար։ Հա։ Հա, Օղի եք խմելու, հա երևի։ այո, Ֆլագման։ Ու երևի ուզում եք հյուրասիրել բոլորին, մի 50 գրամ։ այո, ուզում եմ։ Իսկ նվագողներին 100, որովհետև նրանք շատ լավ են նվագում։ Այո, շատ լավ են նվագում։ Իսկ ինձ 200 գրամ։ Չէ։ Ինչի։ Դու որ խմում ես, սկսում ես կռիվ անել։ Այո, սա։
Уйдешь холодно и тихо, сквозь ночь мысли это титры. Себя снова так и не пойму я. Люблю или ненавижу, ведь ты мой наполовину. Опять буду делать вид, что я делать вид, что я не жду. С кем ты, этого не знаю. С кем я, это ничего не значит. С тобой долгую игру веду я. Люблю или ненавижу. Հա, սիրունս։ Քունը չի տանում։ Ձեզանից պահանջվում է մաքսիմալ ուշադրություն, ինչ որ ասում եմ ակնարկների տողարեք, բաժանմունքում հայտարարված է կարանտին, բոլոր հիվանդները էվակուացվում են բացի Սիմոնեն, Սիմոնյանի մոտ սննդի և ջրի յուրաքանչյուր մուտք ելք արգելվում է, բարեկամներից ով ուզում անգա, ուզում է մարդ, ուզում է կինը, չի թույլատրվում, ձեզանից յուրաքանչյուրին տեսնեմ առանց դիմակ, տեղում հեռացում է աշխատանքից, առանց ձեռնոց էս դրանը ոչ մեկ չի կպնում։ Ձեզի մեկ սա արված է։ Ոչ։ Թուղթ։ Սիմոնյան ներսն ես։ Հա, բժիշկ։ Շպրտեք։ Ոնց ես։ Լավ եմ, բժիշկ։ Սիմոնյան հաստատ լավ ես։ Հա։ Զարմանալի է։ Սիմոնյան, մենք անալիզների պատասխանն ենք ստացել։ Հո լուրջ բան չկա։ Ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու բան չկա, կարևորը որ բուժվող է։ Ուրեմն լսի, քո մոտ հայտնաբերել են ջրծաղիկ, կարմրախ, հեպատիտ A, խոլերա, Ժանտախ, սիբիրախտ, մեկ էլ մանրմունը, գրիպ, խոզուկ, պանկրեատիտ, պրոկսիտ, հա, մեկ էլ տուբերկուլոզ։ Դե մտեք խոսանք, բժիշկ։ Չէ, երևի զբաղված կլինես, քո մոտ մարդ կլինի, ես հետո կանցնեմ։ Մենակ եմ, մտեք, մարդ չկա։ Դե ոնց մտնեմ, դուրը փակ է, ես է բանալի չունեմ։ Բացա դուրը, մտեք, բժիշկ։ Ոնց է բացարի տես։ Ալի տես որ փակ է, արի ուզում ես փորձի։ Բայ հիմա ոնց ենք բուժելու։ Մենք ես լավ բուժում ենք նշանակել։ Լամաջոական դիետա։ Էդ ո՞նը։ Դե որ լամաջո ես ուտում առավոտյան, ցերեկը եւ երեկոյան։ Բայց այդ կոքնի։ Դե Սիմոնյան, չգիտեմ կոքնի թե չէ, բայց լամաջոն միակ բանն է, որ դրան տակով անցնում է։ Հեսա, էլի մի վարկյան, սպասի նալոգվին մոտս, էլի մի քիչ խառնեմ, հեսա գալիս եմ, տեղ չգնաս։
Սովածեմ, ողջվեք մի քիչ հացեմ էլի։ Ապերասի մի վարկյան սպասի էլի, նալոգովին մոտը սա խառը հաշիվներա, հեսա գալիս եմ էլի ասում եմ։ Ապեր դե նալոգովին այելի դեբետ էնդեսից հանել եմ պակասորտը տալի, այդ ծախսերը, որ ես ոնց որ գրանցել եմ, այդ պակասորտը շատ... Ապեր ոբշում ստեղի հեսա գալիս եմ։ Ապեր, ալի... Վրցանք։ Դավայ։ Սոված եմ, փոխտվեք մի քիչ հաց ուտեմ։ Փոխտվեք հացը։ Այդտեղ եմ ասել, այստեղ կարելի է սուզվել ու սպասել անբաղտ զոհին։ Բարձ աստել Սուզանավի երատիտակը։ Աչիստը դատաշտը մակուր է, ձախ հորիզոնում երևում է մոտեցող հակակորդը։ Հելանք ջրերես։ Ինչ է վարել։ Սերժանտ Մինասյան, փաստը դրել է։ Ես գծի տերը գիտի, որ հելն է սամավոլկա, Սամավոլկին որ ինչքան ես տալ, Գազի ռազիշենիկա, Նամենիչ, նավթը, մազութը, անձամբ Խուսեյնի ստորագրությամբ։ լավ էլ հումորով բիձա է տերել, որ տենց հումորով ես, լասա ես դեղին ամանետ ինչի չես կծրել։ Այս աշնանն է դեղնում, մի գարուն է պտի սպիտակը լինի։ Կանյակ նստա տեղ ունես։ 10 հատ, Արի հաշվենք։ կալկուլատոր ունես։ Այլը տենակ կանյակ տեղ ունես։ 1, 3, 7, 9, 10, 10։ Բայց որ մեկը կանգնացնի, օպար ջան, ասի գործից ուշանում եմ, մի հատ երկու տեղը նեղ արեք, տեղ արեք, նստսնես։ Նստսնես։ Հա, բա ինչ կանեմ։ Այդ քեզ 11 ախպեր ջան, որ ճանապարհները ոտը ջարդես մի հատ տղա էլի, քտից արնագալի բան, կանգնացնի, ասի օպար ջան, մինչև հիվանդանոց տառնես, նստես սպեկտրները մենք չտենանք։ Կնստսնես։ Հա, բա ինչ կանեմ, որ անելով այա։ Այդ էլ քեզ 12 տեղ։ Էսը քեզ երրորդ չպեն, օպար ջան։ Լավ, ինչ ես ասում եմ, այդ մարդը մի մաքրում եմ։ Սամավոլշիկ հոպար ջան, արի հաշվեն, կանյա չեպե ունես դու։ Հոպար առաջինը Սամավոլկա ես, պուծովկա չունես։ Երկրորդը տեղին համարներ չունես, չնայած աշունելը չի եկե։ Որ։ Երրորդն է դե գիտես 12 տեղ ես նստստում։ 3 հատ չեպե, մի հատ պատասխան տուր գնա։ Տղա ջան, ինչ պատասխան պետք է տամ քեզ։ Մոտս մի կոպեկ փող չկա, ինչ պատասխան։ Հոպար պատասխան չունես, ունեմ պրավեն մնում ա իմ մոտ։ Այդ ես եմ քեզ ասում, դու ստեղից գնում ես առանց պրավա, հասկացար։ Անարդ մարդ մի քիչ նամուս պետք է ունենա։ Ասում եմ մեծ մարդը մարշրուտկա եմ քշում։ Ինչ ես ուզում այ մարդ պրավը կստուր է տամի է։ Հոպարին վրա չգորած ես վախեցող գայշնիկ չէ։ Առանց պրավա ես գնում վեր։ Շվացրեց։ Հե? Պրավեկս տուր, թե չեք ասեմ, ով շվացրեց։ Մարդիկ երբ է գալու։ Ազիզ, արի մարդուց շնորհավորի, ախրանի պետ են տվել։
Ազիզ։ 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 Շարունակվի առանց ընկեր կմնաս, հասկանում ես։ Երեխաներ, ինչպես գիտեք, այսօրվա մեր մաթեմատիկայի թեման է գումարումը։ Ով է պատրաստ պատասխանելու։ Շատ լավ է, շատ լավ։ Բայց այսօր մենք ձեր գիտելիքները ստուգելու ենք յուրահատուկ մեթոդիկայով։ Լավ։ Օրինակ, Չիլինգարյան, Արման։ Արման, ինչ է աշխատում քո հայրիկը։ Ծրագրավորող։ Ինչքան աշխատավարձ է ստանում նա։ $40։ Շատ լավ։ Իսկ մայրիկը։ Մայրիկս բժիշկ է։ Ինչքան է ստանում մայրիկը։ $30։ Այս խնդիրի իմաստը հետևյալն է։ Դու պետք է ասես, թե ինչքան է կազմում ձեր ամսական եկամուտը։ Այսինքն հայրիկի աշխատավարձը գումարած մայրիկի աշխատավարձին։ Եվ այսպես ինչքան է կազմում ձեր ամսական եկամուտը։ $70։ Ճիշտ է։ Նստիր, հին։ Իսկ այժմ Մանուկյան Մայդան։ Ինչ է աշխատում հայրիկը։ Հայրիկս վարորդ է։ Ինչքան են ստանում։ $30։ Իսկ մայրիկը ինչ է աշխատում։ Մայրիկս ուսուցչուհի է։ Ինչքան է ստանում մայրիկը։ $25։ Ձեր ամսական եկամուտը ընդհանուր ինչքան է կազմում։ $55։ Նստիր, հին։ Իսկ այժմ տիկնայք եմ պարոնայք, զուր է։ Ինչ է աշխատում հայրիկը։ Բանկի կառավարիչ։ Ինչքան են ստանում։ $10,000։ Իսկ մայրիկը։ Սաքսի վարիչ։ Ինչքան է ստանում մայրիկը։ $3,000։ Այսինքն ձեր ընտանիքի ընդհանուր բյուջեն ինչքան է։ $10,000։ Սուզեն, ես արդեն մի տարի է քեզ դասավանդում եմ։ Դու այդպես էլ մաթեմատիկա չսովորեցիր, զրոյական գիտելիքներ։ Նստիր հետ քեզ երկուս եմ դնում։ Դնում եք դրեք, զատում արդավարի ապրում եք։ Եվ այդ ժամանակ մեծն Սիմբան ասաց, որ այս հարստությունը չի հասնի ոչ մեկին, եւ փակվեցին Սիմբայի քարանձավի դռները, թողնելով այնտեղ ցեղի, անբարո եւ ժլատ մարդկանց։ Իսկ ինչ կար այդ քարանձավում, պրոֆեսոր։ Միլիոն, միլիարդ ադամանդներ, ոսկի զմրուխտներ։
Բայց ինձ համար այս ամենը ոչ մի էական նշանակություն չունի։ Ինձ համար կարևորը գիտությունն է, Նոբելյան մրցանակը։ Իմ պապը գնել է այս քարտեզը մի ծերունի արաբից, հույսով եմ այն կեղծ չէ։ Ըստ քարտեզի Սիմբայի քարանձավից ոչ այնքան հեռու աճում են ծառեր եկվորյակներ։ Ծառեր եկվորյակներ։ Մաման ծաղկաման։ Ծառեր եկվորյակներ, բայց այստեղ պետք է լինի երկրորդ նշանը։ Մեկ, երկու, երեք։ Սիմբայի տերևը։ Բայց կա նաև երրորդ նշանը։ Մեկ, երկու, երեք։ Սա Սիմբայի կղանքն է։ Ուզում ես դու էլ հոտ քաշիր։ Ուրեմն Սիմբայի գանձարանը մոտիկ է։ Վերջապես ես քեզ գտա Սիմբայի գանձարանը։ Պետք է կապնել կենտրոնի հետ եւ շտաբ հայտնել։ Անջատեք ռացիան։ Որտեղից քեզ ատրճանակ։ Ես ասեցի անջատեք ռացիան։ Տուր այստեղ։ Բայց ինչու։ Որովհետև ես կլինեմ աշխարհի ամենահարուստ մարդը։ Իսկ ուր մնացին գիտությունը, Նոբելյան մրցանակը։ Քանց գիտության վրա։ Ինչպես դու համարձակվեցիր, չէ որ ես քո ուսուցիչն եմ։ Գնա առաջ։ Արագացրու։ Պրոֆեսոր Լումիերի հետազոտական խումբ, պատասխանեք կենտրոնին։ Սա կենտրոնն է։ Ասա իրենց, որ մենք գտել ենք Սիմբայի քարանձավը։ Էլմիել երազի։ Ինչպես եք մեկ մտնելու քարանձավ, եթե այնտեղ մութ է, պրոֆեսոր։ Ես քեզ ոչ մի բան չեմ ասի։ Իսկ եթե ես ասեմ, որ կսպանեմ ձեզ։ Լավ կասեմ, բայց ձեռքերս արձակիր։ Ես քեզ 5 տարի եմ սովորեցնում եմ ինչպես մտնել քարանձավ, իսկ դու այդպես էլ չսովորեցիր։ Առաջ։ Սիմբայի գանձարան։ Վերջապես։ Այս ինչ է։ Դրանք այն կողմ, պրոֆեսոր։ Սա մեծ Սիմբայի անեծքն է։ Քարերը փակել են ճանապարհը։ Պետք է գնալ դեպի հարավ։ Ոչ, պրոֆեսոր, մի գնացեք այնտեղ։ Այնտեղից տարօրինակ ձայներ են գալիս։ Լսեցիք։ Այդ դեպքում արի կապնվենք կենտրոնի հետ։ Այո, կապնվեք կենտրոնի հետ։ Կենտրոն, մենք ծուղակի մեջ ենք։ Հայտնում եմ մեր կոորդինատները՝ 35 աստիճան դեպի հարավ եւ 40 աստիճան դեպի արևմուտք։ Մենք ճշտեցինք ձեր կոորդինատները եւ ունենք երկու նորություն՝ մեկ լավը, մեկ վատը։ Սկզբից ասեք վատը։ Դուք
Դուք գտնվում եք աշխարհի ամենամեծ եւ վտանգավոր արջի բնում։ Մամա ծաղկացոր։ Իսկ որն է լավը։ Մեկ շաբաթ առաջ նա կորցրել է իր էքին այնպես, որ նա ձեզ հաստատ չի ուտելու։ Ու աստված, այս ինչ պատիժ է։ Ու աստված։ Կորած ենք։ Կորած ենք։ Բարգում ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այդ խմորեղենի օջախ, որ ասում են ճիշտ եմ եկել։ Այո, շատ ճիշտ եք եկել։ Խմորեղեն ունեք։ Ամբողջը խմորեղեն է։ Կոնկրետ ինչ եք ցանկանում։ Քուրիկ ջան, խմորեղեն ունեք, որ մեջը կրեմ կա։ Դուք երևի էկլերի մասն եք խոսում։ Էդի որն է։ Այսա։ Ազիզ բալա, եսի փոքր է, ցավը տանեմ։ Սրա մեծը կա, որ վրեն սիրունն է զարդարենք, վրեն բաներ գրենք։ Իսկ ինչ միջոցառում է, շատ եք, քիչ եք, քանի հոգով եք։ Մենք մերոնցով ենք։ Ծնունդ է, կնունք է։ Սուրպրիզ է, էդի կարևոր չի։ Այդ դեպքում ես ձեզ խորը կտամ տորտ։ Արա ճիշտ է, տորտ։ Արա ոնց մտքավոր չի անցել։ Հողը ամիտ է։ Ասում թխեք թող գա։ Իսկ ինչ գույնի եք ուզում որ տորտը լինի։ Տորտը թողել լինի սպիտակ, անդ սպիտակա խառը, էլի, որ վրեն սն շագալատնիա խառը գրվի սիրելի գեղամի։ Ու սնց ներքև է տարիքը, էլի գեղամի, 42։ 42։ Մեջտեղից տորտի գետինը թող սնց ճաքի, ու սնց դուրս գա մի հատ վարդ։ Այդ վարդը տաղայա, ու ինքը սիրում է ազատություն։ Ազատասեր վարդ։ Ու սենց այդ տորտի կողքերից, սենց կանաշա խառը, մենց տորտա խառը, սենց կրուգոմա խառը, ընդհանուրա իրարա խառը, սենց մի հատ վենոկա խառը։ Կրյուշոն։ Պրիշոլներից է դետ։ Եղավ, պատվերը ընդունեցինք, զբաղվեք, պատվերը 3 ժամից կլինի։ Լավ, ես տեք սպասեմ։ Ձեր պատվերը։ Ամեն ինչ նորմալ է։ Սաղ լավ է։ Որ տուփի մեջ դնեմ, կլոր թե քարակուսի։ Այդ կարապկա մարապկա պետք չի։ Մեկա ստե եմ ուտելու։ Ես կուզիկ եմ։ Ոչ, տղա ջան, դու կուզիկ չես։ Չէ, ես կուզիկ եմ։ Դու կուզիկ չես։ Հա բայց ոնց։ Ասեցի դու կուզիկ չես։ Սոլակ ջան, բարև ախր ջան, բարև, ես է քեզ եմ անգարից, ոնց ես կուզիկ ախպեր ջան, Ոչի, Սոլակ, ես կուզը չկա, Սոլակ ջան, ոչ չկա, 15 տարվա կուզը չկա, Սոլակ, ոչ չկա, ուրեմն ով
օգնելա եմ վերևից այնը։ Օգնեցից։ Ինչ ձայն, ծոնակ։ Հարուշ, դաշտի հետևը մի հատ քանդվածություն կա, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Մտաներս։ Վերևից մի հատ ձայն ասեց, դու կուզիկ ես, ասեցի, հա, կուզիկ եմ, ասեց սրանից հետո, դու կուզիկ չես, ու ակնեցից, ու կուզիկ չես, ակնեցից, արկասը, ծոնակ ճան, կուզը տանցել է, ասի, դու էլ գնանդ է, գնա կեզ կոգնի, գնա հարուշ, քո թոպալության համար, կեզ կոգնի, հա, գնաց է, ծոնակ ճան, Երիտասարդ, կարելի է ձեզ մեկ վարքյանով։ Ինչ ա եղել, ապա ջան։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ոնց եք մտածում, ձեր հարևանները գիշերներով մեծամասամբ ինչով են զբաղված։ Ինչով։ Քնելով, երիտասարդ։ Իսկ գիտեք ամենակարևոր պայմաններից մեկը քնելու համար։ Ինչ։ Լռությունը։ Կատարյալ լռություն է, երիտասարդ։ Ես չեմ հասկանում, այդ ինչ երկու հատ դղկոց եմ ես լսում ամեն օր գիշերվա ժամը 1:30։ Սկզբից մի դղկոց, հետո երկրորդ դղկոցը։
Մեր տնից։ Այո, ձեր տանից։ Արա, հա, հոպար ջան, կներես ցավը տանեմ, գալիս եմ տուն, տրամադրությունս բարձր ա լինում, էլի, կոշիկներս եմ հանում, սկզբից աշն եմ դխկեցնում գետնին, հետո ձախը, կներես, հոպար ջան էլ չի կրկնվի։ Երիտասարդ հոպարը ձեր համար պարոն Մինասյանն է եւ քո ֆիզիկայի դասախոսն է, որին դու ընդհանրապես չես ճանաչում, որովհետեւ դասերին չես հաճախում։ Նենց մի արա ջահել ջան, որ մեր հարևանական հարաբերությունները ազդեն քո սեսիայի գնահատականների վրա։ Հասկացար, երկու օրից քնություն է։ Մի անգամ էլ այդ դղկոցները լսեցի, քնությանը կաշիտ կերտելու եմ։ Դե գնա քո դասերին։ Բայց افسوس չեմ կարող գտնել սրտիդ բանալի ամուր սխնեմ իմ կրսկի իմ տանջանքն իմ սերը պատմեմ համայն աշխարհի քեզ սիրեմ չսիրեմ Tyler Kısıkırım anlasın. Позови меня на закате дня. Позови меня, грусть, печаль моя. Позови меня на закате дня. Հոպար, ես չես տանում, ես կացրի կեզ ուրդուց։ Հոպար կայնի կուկտիում։ Ուրդուց կացին, արա, հոպար, ուրդուց էդ կացինը, էդ կացինը ուրդուց, արա, ուրդուց կացինը, կացինը ուրդուց, արա, էդ կացինը ուրդուց, արա, էդ կացինը ուրդուց, արա, Ani ala, kaçıyla olduk kaçıyla. El vega per nelle mures. Mures, ala, opar, kızet kaçıyla olduk, opar. Կացինը քեզ ուրդուց, արա։ Ուրդուց դրան էդ կացինը։ Ուրդուց, առել եմ։
հիվանդի կին, ուզում եմ ձեզ տեղյակ պայել, որ վիրահատությունը անցավ շատ հաջող։ Ձեր ամուսնու վիճակը ես բնութագրում եմ որպես բավարար։ Նա այժմ քնած է, գտնվում է նարկոզի տակ։ Դե նարկոզը գիտեք, դա թմրանյութի ինչ-որ մի տարատեսակ է, նա շատ լավ է հիմա, սենց վիճակների մեջ է և մի օր, որ առիթ դուք եք կփորձեք, Աստված ոչանի օպերացիոն վիճակով, ամենայն դեպս շատ նորմալ վիճակում է։ Ձեր ամուսինը մոտավորապես 15-20 րոպեից արդեն վերջնական ուշքի կգա։ Ահա ոնց որ աչքեր ուզում եմ բացի։ Մարալստես Հաստեր տիպիկ ջան Սավացաներ Միան հանգստացեք, դա նորմալ է, մոտակա մի ժամը նրա գիտակցություն է գնալու, ագա դնա թմրանյութի ազդեցության տակ է, այսինքն շատ լավ զգացմունքների մեջ է, այնպես որ կարևորը, որ հենց աչքերը բացում է, հարազատ է իր կողք կլինի, նա տեսնի ժպտա, ոնց որ ուշադեսին դարձրեք։ Գեղեցիկս Տիկին ջան, ես մի քանի անգամ արդեն կրկնում եմ, նա այժմ թմրանյութերի ազդեցության տակ է, շատ լավ զգացմունքների մեջ է, բայց պետք չէ մոռանալ վերքի մասին, վերքը անընդհատ պետք է խնամել և ես դա թողնում եմ ձեր վրա, ոնց որ ուզում արտանա։ Սիմպաթիչնիս Տիկին ջան, և ես կուզենայի մի քիչ ֆինանսական կողմը քննարկենք, քանի որ ես նորից եմ նշում, նա թմրանյութի ազդեցության տակ է շատ լավ վիճակում է, կարող է ինչ-որ մի հատ թիվ կրակենք, նա համաձայնվի, դրա համար երևի ճիշտ կլիներ ձեր հետ զրուցենք։ Ինչ ասեմ, վճարում եմ նույնը, ինչպես անցած հյուրեղենի հեռացման ժամանակ։ Կեշոս Տիկին ջան, այդ հասկանալի է, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է, նա շատ լավ է իրեն զգում, բայց կամաց նա արդեն մոտենում է ռեալ կյանքին և եթե դուք ուզում եք իհարկե ինչ-որ գումարի սահմաններում, մենք կարող ենք այնպես անել, որ նա ևս 2-3 ժամ հանգիստ քնի, մենք նրան թմրանյութ կներարկենք։ Արա գրավ, զզում եմ քեզնից այլի եկելեսը Բժիշկես ինչա, սկզբից ես մարալ էի, հետո ես գեղեցկուի էի, հետո ես սիմպաթիչն էի, հետո դարա գեսոյ վերջում է ագրավ, ես ինչա բժիշկից է կատարում։ Զարմանալու բան չկա, Տիկին ջան, ուղղակի թմրանյութի ազդեցությունը կամաց թուլանում է։ Գայր շա, լորդ լավ, խաչ մերուկ է մերկ էտ մոց, դան բան, բարև գերջան Կարջան, բայց էտ իրանն էր Հալա մի լացնի, մի բաժակ իմ հաշպում Աղերդ, թազի մեր չի է գործ է աղեր Ձեզ ասկանում տղար ջան Ամեն ինչ երեք սկսեց, երբ որ ես իմ պապուն եմ իրաց բուձիլիկը միակ բանը, որ ես դրին է ջատեցի Դրա պաչարով առավոտ է գործի ուշացա Շեփը դիմում տվեց ստորագրած ասեն, ասեց նայու գնացի տուն Ասի կնոջը սպատմեք հոն է հանգստանա մտա տուն շուտ գնացի էլի տենամ կինես Բնակ չի ու իմ բամենա մոտ է կնոջը հետ հասկանում ես Իմ անազատ մանկության է կնոջը հետ ես ոչ միայն կգաս կորցնի ես Կնոջս էլ կորցնի ես Ամեն կնոջս ամեն կարևորը որ տունս կորցնի ես տան պեսա է Էտ իրա հոր տունն են մնացի դուրս է
Շորես կանեցի, դակումենտր ես մանստած տաքսին, հելնելուց մորանց այդ ամենիշ տաքսին, գորմ եմ ասում եմ կագնի կվուր եմ տալի, որ կագնիին պակնում է, ես կվուր եմ կաղվասում ես, ես պլիցեք է կանտարան կաղվաս, ասում եմ ինչի ես կրկում, ասում եմ դակումենտերը ներս տամնաց չեն հավատում, Էնքան չհավատացին պոշկից ծավից մերնում է, հիմա եք ասել, ու եմ որ որոշեցի, ես արտեր կյանքին վեշ տամ, դու իմ թույնը խմեցին։ Էլի ծաղնելու եմ տպրել։ Чунга-чанга, синий весна. Чунга-чанга, это круглый год. Чунга-чанга. Ես ձեր նոր դասատուն եմ, իմ ազգանով Պետրոսյանն է, բարև ձեզ։ Պետրոսյան։ Նստեք։ Երեխեք, ուրեմն ես ձեզ ուզում եմ զգուշացնեմ, որ ես էլ եմ աշակերտեղի նոր մեծացել։ Դրա համար ես ձեր պանտապլասահները թարգը տվեք։ Կասեք հիմա կավիճի չկա, չէ երևի։ Կավիճը, երեխեք ջան, ստեղ, էսա, դրա համար դասը լինելու է, անցանք դասի։ Ստուգենք ոնց եք կատարել տնային աշխատանքը, երեխեք ջան։ Կնոկեկը լավ պատրաստել եք։ Այ օրինակ դու, Բաղիրյան Արթուր։ Ես եմ։ Տնային աշխատանքը։ Տնայինը չեմ կատարել։ Ինչու՞։ Տատիկս հիվանդացել էր, չհասցրի։ Դա ինձ չի հետաքրում։ Նստի 2։ Շահնազարյան Գալինա։ Ես եմ։ Տնային աշխատանքը կատարել ես։ Չեմ կատարել։ Ինչու՞։ Մնացել էի լիֆտի մեջ չեմ հասցրել։ Դա էլ ինձ չի հետաքրում։ Նստի 2։ Ուրեմն երեխան էր։ Եթե տնային աշխատանքը չի կատարվել, ինձ չի հետաքրքրում պատճառները։ Այդ մարդը անպատճառ ստանում է 2։ Հասկանալի է։ Անցանք առաջ։ Ղազարյան Մհեր։ Ես եմ։ Տնային աշխատանքը։ Չի արվծվել։ Ինչու։ Աղբերը զոնից նոր էր դուս եկել նշում էինք։ Ուրեմն դու քո աղբերով ստեից չբախացնես։ Նստի։ 3։ Լավ երեխաներ, ես ինչքան հասկացա ոչ մեկը չի արել տնային աշխատանքը։ Ուզում եմ որ մեր առաջի հանդիպումը լավը լինի։ Եկեք խաղանք, իսկ տնայինը կստուգենք մյուս անգամ։ Այ օրինակ ես առաջարկում եմ խաղանք, թե ով ավելի վախենալու դեմք կսարքի։ Սկսենք քեզանից։ Մհեր։ Чунга-чанга, места лучше нет. Чунга-чанга, мы не знаем бед. Чунга-чанга, кто здесь прожил час? Чунга-чанга не покинет нас. Վերջ։ Ուրեմն խաղը ավարտված է եւ ես հայտարարում եմ հաղթողին։ Հաղթող է ճանաչվում այդ շարքի ամենավերջին նստած տղան։ Ապրես տղա ջան։ Բայց ինչի ինքեր Պետրոսյան։ Որովհետև քո դեմքը ամենավախենալուն էր։ Բայց ես չէի խաղում։ Ain't no sunshine when she's gone. It's not warm when she's away. Ain't no sunshine when she's gone, and she's always gone too long. Anytime she goes away, wonder this time where she's gone.
մի դու ես բռնում։ Պապ, սամալոտը որ թռնում է, ինչ է հետևից սպիտակից մնում։ Չգիտեմ, բալես։ Պապ, ավտոն ինչ է հեծանվից արագնում։ Չգիտեմ։ Պապ, որ ծուկը ջրից հանում ես, ինչ է խեղդում։ Ինչ իմանամ, բալես։ Պապ, լուսին ինչ է կլոր։ Այն ասի գիտեմ, բալես չգիտեմ։ Պապ, փղիկնջիտ ինչ է այդքան երկար։ Դե հերի քայլի պապային քո ապուշ հարցերով հոգնացնես։ Պապան սոված գործից եկելա պետք է հաց ուտի, ոչ թե քո ապուշ հարցերին պատասխանի։ Լավա, թող հարցնի։ Բա երեխեն օրից չիմանա, ումից պետք է իմանա։ Վերջ է 4 հոգուն ասի եկեք ստե։ Պետք է տենանք ովա մեզանից շատ խմում, ես թե դուք։ Հրավիրեցի հենց տեղ, նստեցեցի այն սեղանին։ Կանաչ դեմքով լնդա է, բավավոր։ Հենա, սև շորով։ Ապեր ընդ կանաչ դեմքով մարդ չկա։ Ոչ չկա նա կանաչ դեմքով գալիս ա ուրիշ ստե։ Հենա չես տենում։ Կարևոր չի։ Վերջ այդ 4 հոգին աշ այնքան խմեցին, ես ուշադիր նայում էի։ Նոր տարուն Բարեօր ապեր։ Բարեօր ապեր։ Արկածիկը դու ես։ Հա, ես եմ, բա դու ով ես։ Ես Ման եմ, տղա ջան։ Մեկ աստե ստորագրի։ Ուրեմն վաղը ժամը 8-ին մի մարդու նման վեշերդ հավաքած ստելն ես։ Ունի դայ բոգ եթե չգաս։ Գետնի տակից եմ գտնելու։ Եղավ։ Բա ուր են գնալու վաղը։ Այնտեղ որ բուրմունք չկա։ Աշտեսան։ Ում ապե։ Է կանաչ դեմքովի սև շորով, կես ժամը հետը խոսում, չտեսան։ Ապե դու լուրջ ես ասում։ Հա, ասում լուրջ եմ ասում, բայ չեմ անում։ Ապե ուրեմն ինձ լսում։ Այնտեղ հաստատ մարդ չկար։ Ու դու ինքդ քո հետ էիր խոսում։ Ոնց ինքս իմ հետ էի խոսում։ Գալու ինձ տանի։ Մահ։ Որտեղ որ բուրմունք չկա։ Դու գիտես ես գժվել եմ, չէ՞։ Լուրջ եմ։ Չեմ գժվել։ Լուրջ ես ասում, ասի։ Մեր հարևան Ջուլիկի մարդը մոտել էր եկել, մահա մի օր հետո մեռավ։ Ո՞ց մեռավ։ Հա, սաղ չէին հավատում, ծիծաղում էին։ Մեր Ջուլիկը է։ Պետք է փախնենք Ամերիկա։ Զանգի ծերոց։ Պետք է փախնենք Ամերիկա։ Այ մարդը չի փրկի։ Ողա չես գժվել։ Այդ չես անում։ Փախնեմ չի գտնից։ Լսի, այդ չի փրկի քեզ։ Ուզում ես Իտալիա գնա, Ֆրանսիա, Ճապոնիա, Գերմանիա։ Մահա որ քեզ գտա։ Всё։ Ուր ուզում ես գնա, չես թափնի։ Բա ինչ ենք ադելու։ Լսի հանգստացի, ես մի հատ լավ պլան ունեմ, նստի։ Նստի։ Ինչ եք անում։ Լսի ուրեմն ինչ ենք անում։ Լսի։ Լսում եմ։ Լսում եմ։ Մենք քեզ փոխում ենք լրի, դեմքդ։ Ինչի համար։ Որ մահը չճանաչի։ Հետո բա։ Դե որ չճանաչի, ուրեմն չի տանի։ Ճիշտ ասում ես։
Լավ, բայց ինձ հաստատ ինձ չի ճանաչի։ Լսի, սենց, դաժե քո հարազատ ծնողները քեզ չեն ճանաչի, ուր մնաց մահը։ Դե վсё, գնա։ Չփոխվեմ։ Չէ, ինչ փոխվել, գնա, ասած գնա։ Լսեք հələ։ Ժամը քանիսն է։ 8:05։ Բարկացիք ուր է։ Այսօր չեմ տեսել։ Ուշիմ լսեք ինչ եմ ասում։ Եթե 10 րոպեից արկածիկս տե չեղավ, տանում եմ այ քեզ քաչան։ Եղավ։ Ես դուրս եկա։ Լավ է էսի գործի, որ մենք կանում ենք այ աղբեր։ Մի ծառից 100 դրամ փող է տալի։ Կեսը տալիս եմ քեզ աղբեր ջան։ 20-ը տալիս եմ սրա արենդին սղոցի։ 30 դրամը պահում եմ ինձ։ Դու ես այդ ինչքան պետք է ծառկադրեմ, որ մի հատ սրանից առնեմ ինձ սղոցից, որ էլ արենդի փող չտամ աղբեր։ Ինքն էլ տեսել ես ինչ մաշն եկա քշում։ Չէ։ Չես տեսել։ Մի հատ ջորի առե։ Թափ թազա 89 թիվ, մեզի 100 տալի, բա աղբեր, ով ծարկադրի ով է տա սանատոյր աղբեր էսի կյանք չի, հարսի մամենդով պեսին լավություններ անում, դիդի էտի կյանքն ատ ճիշտ է, լավ հենա գալիս է, իա բրիգադիր ջան, ոնց ես թագավորն աբրած կենա, Բարի օր։ Բարև գերագույն ջան։ Ինչ ալնեմ։ Քաղաքազն ենք ալնում, ցավատալ։ Այ ինչ ալնում։ 5-դ կտրել ենք, այսօր հələ լույսը։ Արի ինչ 5-ը դրա ձեր կտրածից հազիվ մեծ լուսկու պաշկա ենք սարքում արա։ Ծառի մար 500 դրամ փող եմ տալի արա քեզ։ Գործ չեք անում։ Արա ցավը տանեմ, դու էլի նեդավորն ես։ Արա մեռնեմ ջանիդ։ Քաղաքի ամենալավ կտրողները մենք ենք, ցավը տանեմ։ Սանգորը Greenpeace-ի հետ քյալը եք տալի դու էլի ասում ես լավ չի։ Օժեկայի տղեկը սկի այդքան չեն կտրել։ Էսով ապա։ Անունը ոնց է։ Լութո է անունս։ Ահա Լութոն է։ Լութո էսել է գնա մեքենայից բագաժնիկից բան հանի, ձեր համար լավ բաներ են բերել։ Գեր աղբեր։ Արագացրա ժամանակ չկա։ Մեռնեմ ջանիդ, արի ասեմ, էլի։ Այսի շատ կեղտոտ մարդ դուրս եկավ։ Այսի անում, որ մենք օրը 5 հատ ենք կտրում։ Մի ծառից 500 դրամս չէ տալի։ 50 դրամը տալիս եմ իրան, էլի դժգո։ Վատնա անի լարի։ Անա ցավը տանեմ, պրոստը սրան 5000 դրամ պարտք եմ։ Անա 50 մաներից փակվում եմ, էլի։ Թող մնա։ Լավ, եկավ արդեն։ Եկա Լութո ջան։ Իշտ է էդի։ Էս ինչ ա շեֆ։ Դրուժբա է, ինչ ա։ Արա ես ձեր մասին չմտածեմ, արա դուք ձեր մասին մտածողը չ։ Արա բան եմ խոսում, գրաշ չեմ գալի արա։ Ոբշեմ ես դրուժբով 10-ից պակաս օրը կտրի գլուխներդ կդրելու եմ արա։ Վաղ գալիս եմ ստուգեմ։ Ապեր, ասում էր մի ծառից 100 դրամ ա տալի։ Գիտես խի ասում 500 եմ տալի ծառից։ Ուզում ա ինձ ու քեզ կրվսնի այսի տենց կեղտոտ մարդը աղբեր։ Արա լավ է արի է աղբեր չէ։ Վարշան պապի ոնց եք։ Շեֆը լավ է չէ մտածում ձեր մասին։ Արա դահլն տեֆալ, արա սաղրը ձեր մասին եմ մտածում։ Քանի եք կտրել։ Մի հատ ցավը տանը։ Բայց հələ սաղորը դեմները սաղխային։ Արա վարշում գժվել ես, արա ոնց մի հատ, արա։ Արա նրանով 5 հատ էր կտրում, սրանով մի հատ ես կտրել, արա։ Արա փուչուր վաղտվանից քեզ ճանաչում եմ, արա գժվար, արա, ես մեծացա դու էցա ցար, արա։ Ջարի ժամանակ նորմալ խերքը գլխին տղա էր, արա։
Արա էս ինչ եղավ այդ Վարշան։ Ապա չես իմացա ինչ եղավ։ Չէ։ Որ չի իմացար ինչ եղավ։ Գժվավ ախպեր էսի։ Բայց հնդավ ախպեր խաբար չես։ Կողքը նստած ես խաբար չես արա։ Վարշան, ուշադիր ես լսում։ Հորս մոմենտը չլներ, վաղուց հանե գործից լարել է, հասկանում ես։ Գերագույն ջան, ոչինչ, կաշխատենք, լավ կլինի։ Հələ դու մի աշխատի, դու լութոն աշխատի, դու կտրի Վարշամ, կտրի։ Հələ գնալ եմ հորս ասեմ հələ ցեխում խաբարի է սպասում, ասեմ մի հատ ես կտրի, կգժվի այդ մարդը, հələ։ Վարշամ վաղը։ Այսօրվա 10-ը, գումարած վաղվա 10-ը 20 հատ գալիս եմ տանեմ։ Հորս չներվային ծնես վաղ, էլ չեմ նայի հորս։ Կանեմ կլարեմ գործից։ Հələ գժվել ասում եմ մի հատ, հələ։ Հել ախպեր, հել տնակ ինչ եմ կարեմ։ Վռա։ Հա, Վարշամ, կանյատ եք կտրե։ 33 Վարշամ։ Բա։ 333։ Բա։ Վարշամ 3։ Արա գժվել ես Վարշամ, արա։ Ցենտար արա։ Արա հորս ասեմ մի ֆաքս տանա, արա։ Արա ես մենակով 20 հատ հենց հիմա կկտրեմ, արա։ Հենց հիմա ձեր աշկի դեմը։ Հələ խոտ տուր։ Հենց հիմա խոտ տուր կտրում եմ։ Ոնց։ Էսի խոդը էլ անգնում։ À 18 ans, j'ai quitté ma province, bien décidé à empoigner la vie. Le cœur léger et le bagage mince, j'étais certain de conquérir Paris. Chez le tailleur le plus chic, j'ai fait faire ce complet bleu qui était du dernier cri. Les photos, les chansons et les orchestrations ont eu raison de mes économies. Je me voyais déjà en haut de l'affiche, en 10 fois plus gros que n'importe qui, mon nom s'étalait. Je me voyais déjà adulé et riche, signant mes photos aux admirateurs qui se bousculaient. J'étais le plus grand des grands fantaisistes, faisant un succès si fort que les gens m'acclamaient debout. Je me voyais déjà cherchant dans ma liste celle qui le soir pourrait par faveur se prendre à mon cou. Mes traits ont vieilli bien sûr sous mon maquillage, mais la voix est là, le geste est précis et j'ai du ressort. Mon cœur s'est aigri un peu en prenant de l'âge, mais j'ai des idées, je connais mon métier, j'y crois encore. Rien que sous mes pieds, de sentir la scène, de voir devant moi un public assis, j'ai le cœur battant. On m'a pas aidé.